Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Ինտրավիրես փաստաբանական գրասենյակի ղեկավար Արսեն Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցելու եւ տաղավարային զրույցին համաձայնելու համար։ Ճիշտն ասած, ես եմ շնորհակալ, որ հնարավորություն եք ընձեռել մեր ընկերությունը այս էքսպոյի շրջանակում ներկայացնելու համար։ Շնորհակալություն, որ համարի տաղավարի ներքո եք դուք ներկայանում, ինչ ձևաչափով եւ ինչ նախաձեռնություններ ունեք պատրաստած ձեր տաղավարով հետաքրքրված այցելուների համար։ Մենք մեր ընկերությունը ներկայացված է թիվ 4 տաղավարով։ Էքսպոյի շրջանակում մենք նախատեսել ենք եւ իրականացնում ենք այժմ անվճար այցելուների համար անվճար, այսպես ասած, էքսպրես խորհրդատվություն, որը տրամադրվում է մեր ընկերության առաջատար մասնագետների կողմից։ Բավականին երկարամյա փորձ ունի ձեր գրասենյակը ոլորտում, կխոսեք կայացման եւ զարգացման պատմության մասին մի փոքր։ Տեսեք, դեռևս 2005 թվականի սկզբից ես եւ մեր ընկերության համահիմնադիրներից իմ գործընկերս զբաղվել ենք պրակտիկ իրավաբանությամբ եւ այդ ձևավորված այդ փորձը կուտակված դրդեց, որպեսզի 2010 թվականին միասին հիմնադրենք Ինտրավիրես անվամբ ուրեմն իրավաբանական ընկերությունը։ Երկու խոսք նշեմ, որ ինչ է նշանակում Ինտրավիրեսը, դա ուրեմն լատիներեն արտահայտություն է, որը թարգմանաբար նշանակում է լիազորությունների շրջանակում, այսինքն նաև ինքը խորհրդանշական է, քանի որ բնորոշում է այն մեր հիմնարար սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք, այն է գործունեությունը իրականացնում ենք բացառապես օրինականության եւ իրավունքի գերակայության սահմաններում։ Գեղեցիկ էր ասված, որ ոլորտներով է առավել մասնագիտացած գրասենյակը։ Հիմնական ոլորտները, որով որ մեր ընկերությունը մասնագիտացված է եւ ունի որոշակի մեծ փորձառություն, դրանք են քաղաքացիական, վարչական, աշխատանքային, սնանկության ոլորտները, սակայն այս ներկայումս նաեւ մեծ փորձառություն ենք ձեռք բերել մեծ տարածում ունեցող հետեւյալ ուրեմն ոլորտում, դա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերն են եւ պետական շահերի այդ պաշտպանության ուղղված դատախազության հայցերի գործերով ներկայացուցությունը։ Ձեր գրասենյակը հաճախ նաև մասնակցում է Փաստաբանների պալատի կողմից կազմակերպած այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են անվճար իրավաբանական խորհրդատվությանը կամ օգնությանը հասարակությանը։ Գրասենյակը ընդհանուր առմամբ կարողանում է քաղաքացիներին օգնել այդ առումով, նրանց հատկապես ովքեր հանրային պաշտպանի գրասենյակի շահառուչ են, բայց եւ այնպես չեն կարողանում նաև փաստաբանական ծառայություններից օգտվել ֆինանսապես։ Այս քաղաքացիների համար ինչ հնարավորություններ է նախատեսում գրասենյակը։ Տեսեք, մենք մեծապես խորապես կարևորում ենք արդարադատության հասանելիությունը բոլորի համար եւ այդ իսկ պատճառով այն անձանց, որոնք ունեն ուրեմն ֆինանսական խնդիրներ եւ չեն համարվում հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ, ցուցաբերում ենք անհատական մոտեցում, այսպես ասած գնային քաղաքականության զեղչումներ ենք իրականացում, զեղչեր, հաշվի առնելով իհարկե անձի կարգավիճակից եւ քննի սոցիալական նշանակությունից նաեւ պարբերաբար մենք իրականացնում ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն, այսպես ասած պրո բոնո խորհրդատվություն, ինչը որ մեր ընկերության համար ըստ էության դարձել է գործունեության անբաժանելի մասերից մեկը, այսինքն մշտապես մենք ուղեկցում ենք այդ ամենը մասին։ Ինչ նոր նպատակներ եւ նոր ծրագրեր ունի գրասենյակը, որոնց մասին կուզեք խոսել։ Մեր նպատակներից են առաջիկայում ընդլայնել այն մատուցվող ծառայությունների ոլորտը, մասնավորապես ցանկանում ենք ներդնել քրեաիրավական ոլորտը մեր ընկերությունում,
հիմնականը դա է։ Շատ լավ, հասցրել եք շրջել մյուս տաղավարներով եւ խորհրդատվություն տրամադրել այսօրվա այցելուներին։ Ես ինքս ոչ, բայց մեր գրասենյակի մասնագետները այո, տրամադրել են արդեն խորհրդատվություն։ Ինքս այո, այցելել եմ, շրջել եմ եւ մեծ տպավորություն ունեմ, որովհետեւ տարեցտարի նախորդ էքսպոյի համեմատ այս տարի մեծ առաջընթաց կա, թե ձևավորման մեջ, թե ներկայացման գրասենյակների մեջ շատ ստացված ինձ թվում է էքսպո է, ես շատ տպավորված եմ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նոր գեղեցիկ տպավորություններ եւ գեղեցիկ օրեր եմ մաղթում այսօր եւ վաղը էքսպոյի շրջանակներում։ Շատ շնորհակալություն։